Հայաստանի 7 հրաշալիքները, Գառնու տաճար։ Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում Ազատ գետի աջ ափին։ Ելնելով ավանդություններից Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է հայ քնահապետի Ծոր Գեղամին, որի թոռան Գառնիկի անունով էլ իբրև կոչվել է Գառնի։ Արագած լեռ։ Հայկական լեռնաշխարհում Արագած լեռը հայտնի է իր 4 գագաթներով։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մետր բարձրություն և հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր գագաթը։ Տաթևի ճոպանուղի։ Եվրոպայի ամենաերկար մարդատար ճոպանուղին է, գտնվում է Սյունիքի մարզում, Տաթևի վանքի մոտ և կոչվում է Տաթևի թևեր կամ Տաթևեր։ Տաթևեր ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Երևանից ճանապարհը տևում է 3,5-ից 4 ժամ։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր և 1 ուղեկցորդ։ Սևանա լիճ, քաղցրահամ խոշոր լիճ, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Կասկադ համալիր, ճարտարապետական և կոթողային համալիր Երևանում, որը բազմամակարդակ աստիճանավանդակային կառույց է՝ պատշգամբներով, շատրվաններով, քանդակներով և ցուցասրահներով։ Համալիրը քաղաքի կենտրոնական մասը կապում է Քանակեր-Զեյթուն վարչական շրջանի բարձունքների հետ և հանդիսանում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծով ամրագրված քաղաքաշինական առանցքի կարևոր տարր։ Օպերային թատրոն, թատրոնի շենք, որն օգտագործվում է օպերային ներկայացումների համար։ Այն հիմնականում կազմված է բեմից, նվագախմբի տեղից, հանդիսատեսի նստատեղերից և կուլիսներում գտնվող տարածքներից, որոնք նախատեսված են հանդերձանքի և շինարարական դեկորացիաների համար։ Հանրապետության հրապարակ։ Երևանի կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։